Փարքիսոսին Վերցրինք իջոր բան ամեն թանկագինես կյանքը այդպես է ուզենք չուզենք դա գալիս է մեր կյանքում ճիշտն ասած մենք Բելգիայում որ խոսացինք նույն խոսեցի հաստատությունից ես էլ դրի շարունակեցի խոսում էի մերժվածությունից անարգվածությունից եւ այդ բաներից հետո ասի չէ սենց չի կարա լինի պիտի մեկը եղի, մեկն էլ դեղի, ոնց որ ես միշտ կոպտում եմ ձեզ նույնեն մոտենում ա դզում ա հիմա էլ իմ վերնագիրը սենց մի կես տարի առաջ կանայք կոնֆերանս կազմակերպեցին այստեղ եւ վերնագիրը դրել էին մի հատ շատ լավ վերնագիր էին դրել ապրիր եւ ապրեցրու ամեն սա ամեն մի քրիստոնյայի գործն է ապրիր եւ ապրեցրու Տեսնում ես մեկը հիաստապված է ինչ պետք է անել իրան, գնալ եւ միայն ապրողը կարա անի։ Դրա համար մի քիչ ուզում եմ խոսալ երկու կողմից խոսանք։ Այս աշխարհի համար ապրելը կյանքը իր հասկացողություն ունի, հա, այս աշխարհում։ Ամեն մարդ իր ձևն ունի։ Իրանք էլ գիտեն, ապրում են, հա, եւ ցավոք սրտի շատ քրիստոնյաներ նմանվում են այս աշխարհին։ Դրա համար խոսքն ասում է այս աշխարհի կերպարանքը մի առեք։ Սիրելի քրիստոնյա, մեր համար ապրելը Քրիստոսն է։ Մեր կյանքը Քրիստոսն է, ուրիշտեղ մի փնտրեք կյանք, կգնաք մոլորության։ Հասկանում եք, աշխարհը կարող խաբի մեզ։ Իհարկե մենք ապրում ենք, այս կյանքում ապրում ենք եւ Աստված տալիս է մեզ այս կյանքում ապրելու ամեն բանը, ոնց որ երկրորդ Պետրոս առաջի գլուխ 3-րդ խոսքում ասում է Աստված մեզ տալիս է այս շնորհքի չափով կյանքի եւ աստվածպաշտության ամեն բաները շնորհում է մեզ։ Թե չէ, այդպես է, չէ։ Այդտեղ շարունակում է ոնց քրիստոնյաները պիտի ապրեն, այդ կյանքը ոնց շարունակեն։ Կար եթե գրված է, չէ, այդպես է։ Տալիս է մեզ եւ այդտեղ ապրելակերպն է տալիս, քրիստոնյայի ապրելակերպը ոնց պետք է լինի, սիրելիս։ Ամեն հալելույա։ Ես հիշում եմ տարիներ առաջ Ես վերջերս էլ մի ֆիլմ նայեցի, սա շատ հուզիչ ֆիլմ էր, այն սովետական միության ժամանակ դատում էին քրիստոնյանեն, ու սև ու սպիտակով KGB-ն նկարում էր, ու դատներ գնում, այն էլ գիտեք ինչ դատ էին անում սովետական միության ժամանակ, ժողովրդական դատեր, հավաքում էին դահլիճներում ու հավատացյալներին նստացնում էին ու դատում էին, ու հետո մեկ էլ տեսա զարմանալի դատեր 15 տարի, 20 տարի, չգիտես ինչ են արել այս պարտիկ էլի ու բարդում էին KGB-ն սարքում էր ու տեսնում ես այդ դատերը ու ցույց է տալիս ու վերնագիրը այս թեման է ռուսերեն գրված է Живи жизнью ցենց ոնց է ապրել կյանքով թե ինչ ու ցույց են տալիս թե ոնց են ապրում սովետական միության ժամանակ ցույց էր տալիս ծովափներում են վայելում Դիսկոներում էին վայելում, դպրոցներում, բարերում, սենց ցույց էր տալիս կյանքը, գործի տեղը, սենց նկարել էին լավ, սենց կյանք, էլի։ Ու ուղնեց մեքենաբաներ սաղ, տեսեք որն է կյանքը ապրի։ Ու հանկարծ ցույց է տալիս այս հավատացյալների կյանքը։ Ու այն ժամանակ թաքուն են հավաքում ու KGB-ն նկարել էր։ Տեսեք գիշերով, տապուկսից գնում են միտեղ հավաքվում են, մութ գիշերով, տեսեք սրանց կյանքը։ Ու ցույց է տալիս ներսում ոնց էին նկարել, որ իրանք լացով աղոթում էին եւ այսպիսի բաներ ցույց տալիս ու գցում են։ Տեսեք սա այս կյանքը եւ այս կյանքը։ Ու հանկարծ ելնում էր իրանք վերջի խոսքն էին տալիս, բարձանում էր եւ ասում էր եւ ես մեղքի մեջ մեռած եմ, այսինքն քրիստոնյայի համար այն կյանքը մեղք էր, մեռած էր։ Տերը կպավ ինձ կյանք տվեցին եւ ծիծաղ դալիճի մեջ ծիծաղում են, որ դա չի կյանքը այս է։ Նայած թե մենք որ մեզ համար այսօր բոլնա դարեր կյանքը սիրելիներս մեզ համար պիտի կյանքը լինի Քրիստոսը մենք պիտի պատրաստ լինենք ապրելու Քրիստոս կյանքով ոնց որ այդ մարդիկ նայեք պատկերացեք իրանք ինչ էին առաջարկում ասում են փոխի քո կյանքը այս sense ապրի դալիճից դուրս ես գնալու այդ իրանք ասում են ես Քրիստոս կյանք ունեմ ես առանց դրա չեմ կարող ապրել տեղում եք դա է իրական կյանքը Քրիստոսի համար ապրելն է մեր կյանքը, սիրելիս, ամեն, հալելույա, երբ որ Տերը եկավ երկրի վրա, Հովհաննես 3:16 ասեց,
որտեվ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ տվեց, ումը տվեց Քրիստոսին։ Ինչի համար, որ մենք կյանք ունենանք, ամեն։ Քրիստոսը երկրի վրա խոսում էր, ասում էր. Ես եմ կյանքը։ Ես եմ կյանքը, եւ առաջի Հովհաննես 5:11-12-ը ասում է դրա մասին։ Այդ վկայությունը պիտի ամեն մի քրիստոնյա ունենա իր մեջ։ Եվ սա է վկայությունը, որ Աստված մեզ հավիտենական կյանք տվեց։ Եվ այդ կյանքը նրա որդու մեջ է։ Նա որ որդուն ընդունած է, կյանք ունի։ Նա որ որդուն ընդունած չէ, կյանք չունի, սիրելիներս։ Որդին է կյանքը, իրական որդու կյանքը։ Հիմա մենք կարող խոսենք հին կտականցել, նոր կտականցել, իհարկե, այդ իրական կյանքը գալիս է ավետարանի միջոցով միայն։ Ամեն մենք պիտի ընդունենք ավետարան, ավետարան դա ուրախ լուր է։ Շատերիս համար միգուցե ուրախ լուրը լինի ուրախ լուր։ Օրինակ, քննությունը անցել ես, ուրախ լուր է, չէ՞, ուրախանում ես, հա։ Շատ ուրախ, աշխարհային ուրախ լուրեր կան, բայց իրական ուրախ լուրը ավետարանի միջոցով է գալիս, որն է դա։ Պողոսը ասում էր, ես չեմ ամաչում այդ ավետարանը քարոզել, Հռոմեացիս 1:16-17-ը, որն էր, ասում է, ես չեմ ամաչում, որովհետև դա Աստծո զորությունն է փրկելու համար ամեն հավատացողին։ Հետո առաջ հրյային հետո հույնի, որովհետև ասում է, Աստծո արդարությունը գալիս է նրանով հավատքով հավատքի մեջ։ Ինչու, որովհետև արդարը հավատքով կապրի։ Այսինքն, սիրելի քրիստոնյա, ես եւ դու ապրում ենք ավետարանով։ Մեր կյանքը պիտի համապատասխանի ավետարանին։ Ապրելակերպը քրիստոնյայի ավետարանն է։ Դրա համար Պողոսն ասում է, ուրիշ ավետարան չկա։ Մենք ուրիշ ավետարան չփնտրենք։ Ես այսօր չեմ խոսում աշխարհին, ես խոսում եմ ինձ եւ քեզ։ Խոսում եմ եկեղեցուն։ Օրինակ խոսում էր հիասթափություն։ Ես հիասթափվում եմ, հիմա երբ որ տեսնում եմ դատարկ, տեսնում եմ բացականներին, հիասթափվում եմ։ Իմ անհատական բանից չեմ հիասթափվում, երբ որ տեսնում եմ, ես նախանձավորում Տիրոջ գործին, Տիրոջ մարմնին, հիասթափվում եմ։ Ինչևէ, պիտի գնանք առաջ։ Պիտի, նայեք, որ հայ հիասթափվես չես կարա։ Եղել է բան, որ դու հիասթափվում ես։ Մեր մեջ կյանք է։ Դավիթը տեսեք, եկավ Դավիթի կյանքից, չգիտեմ ինչի հիշում եմ, 5 տականի։ Եկան հալանել են, Դավիթը եկավ, տեսավ, կանանց ժողովրդին տարել են անվարը, ամեն բան, բոլորը հիասթափվեցին, չէ՞, լացին, սուկ արեցին, սուրբ գիրքը կարդացողներին եմ խոսում, բայց հանկարծ գրված է Դավիթը զորացա, որտեղից իր ներսում կյանքի աղբյուր ուների։ Մենք պիտի ունենանք այդ աղբյուրը, եւ այդ աղբյուրը ինչ արեց, իրան առաջնորդեց հաղթության։ Բոլորը հիասթափված էին, Դավիթը միգուցե տեսավ, աչքերը տեսավ, բայց հանկարծ զորացավ Տիրոջով ու գնաց լսեց Տիրոջը հաղթեց, բոլորին էլ հանեցին ճիտ հիասթափությունից։ Նույնը Գողիաթը հիասթափեցրել էր Սաղին, Դավիթը եղնենք Դավիթը ասո սրտի համեմատ մարդ էր։ Ինչ լինենք ես եւ դու, իրելնես։ Ես եւ դու կարող ենք մարդկանց ապրեցնել։ Ոնց։ Եթե մեր մեջ կյանք կա, ապրել կա, ամեն ապրիր եւ ապրեցրու, ամեն նաեւ հոգիներ ապրեցնենք։ Աստծոն գլխավոր նպատակը հոգիներ ապրեցնելն է։ Ծննդոց 2:7-ը ինչ է ասում, երբ որ Աստված ստեղծեց մարդուն, փչեց եւ գրված է մարդ եղավ կենդանի հոգի եղավ։ Ես սիրում եմ քարոզիչները, որը մարդկանց մարդ չեն ասում կամ բան ասում են սիրելի հոգի, որտեղ մարդը հոգի է եւ կենդանի հոգի եղավ եւ ցավոք սրտի հետագայում մենք տեսնում ենք ինչ եղավ մարդկության հետ, բայց երբ որ եկավ ավետարանի միջոցով Սուրբ Հոգին, նա կոչվում է կյանքի հոգի։ Ամեն Սուրբ Հոգին եւ եկավ մեր մեջ կյանք բերեց, սիրելիներս։ Կյանք։ Դա է իրական կյանքը, ոչ թե այս ապրելակերպը, այստեղ մենք իհարկե որ նույնն խոսում էր հիասթափությունից, ես մի բան էլ հիշեցի, սենց Սովետի ժամանակ է 80-ական թվականներին որ քրիս մարդը մեր փեսան ինչքան գնում է իրանցուն գժգոհություն։ Էսի կյանք չի, էսի կյանք չի, էսի ապրել չի, էսի կյանք չի։ Դե ժամանակ ես էլ չունեի կյանք որ տայի իրան։ Ես էլ մտածում եմ մարդ ինչ չի ամի փողոքում։ Այն բայց ժիվի ժիզն էլ կյանքով է ապրում, էլ մարդ ապրի էլի սենց այդ ժամանակ էլի աշխարհային կյանքով է ապրում։
Այս մարդը միշտ դժգո բողոքում է։ Իշի կյանքի որտեղ մարդը միգուցե ապրել է ու չէր հասկանում։ Իրականում կյանքը Քրիստոսի մեջ է։ Բոլորս էլ եթե նա չունենանք Հիսուսին, բոլորս էլ էտա բողոքի գիրք ենք լնելի։ Բողոքի գիրք ենք, այդ մարդը բողոքի գիրք է։ Հալելույա։ Փառք Հիսուսին, ամեն։ Հովանես 1:1-5 Հովանեսը գրում է, հիշում եք, այս շատ հրաշալի տեղ է։ Սկզբում էր բանը, եւ բանը Աստծո մոտ էր, եւ բանը Աստված էր։ Եվ ասում է ամեն բան նրանով եղավ, եւ առանց նրա ոչինչ չեղավ, ինչ որ եղավ։ Եվ ասում է նա կյանքը մարդկանց լույսն էր եւ լուսավորում էր այս աշխարհը։ Հետաքրքիր է, այստեղ խոսում է եւ հետո խոսում է որ խավարը եւ մարդիկ լույսը չընտրեցին, այլ խավարը։ Հետաքրքիր է, կյանքը ինչ է բերում մարդկանց մեջ, լույս է բերում։ Այդտեղ է 4-րդ խոսքն է կարդին։ Ասում է կյանքը մի հատ 4-րդում նրանով էր կյանքը եւ կյանքը մարդկանց լույսն է, սա զորավոր խոսք է սիրելիներ։ Կյանքը լույս է տալի, ամեն, լուսավորում է մեր ճանապարհները։ Թող Տիրոջ խոսքը լուսավորի իմ եւ քո ճանապարհները։ Հիսուսը ասեց երկրի վրա, ես եկա որ կյանք ունենաք եւ ավելի ունենաք։ Սատանան եկավ ինքը գող է, ամեն, գողանում է մեզանց մեր կյանքերը, խաբում է ինքը, ստախոս է։ Այսօր նոր մի քիչ առաջ գիտեք ինչ էի խորում, միգուցե Տերը 21-րդ դարում գա։ Ինչ անելու մենք ո՞նց ենք դառնելու ենք այն փարիսեի, ինքը գա հաստատ մեր մոտ եկեղեցի չի գա, ասեմ ձեզ։ Ոնց որ այն ժամանակ չեկավ։ Ու մենք միգուցե գայթակղվենք, հիաստապվենք, չի չեկավ մեր մոտ, հա։ Միգուցե մեր իմացած Հիսուսը արդեն փոխվել է, որտեղ ինքը կյանք է, ինքը կգնա այնտեղ որտեղ մահն ու խավարն է։ Եվ ինքը ուզում է մենք էլ այսօր այդպես ապրենք։ Ոչ թե sense մի խմբական ենք, sense տեղավորվենք։ Լույս ասենք, լույս լսենք, կամ կյանք ասենք, կյանք ո՞նց ես, տես շատ են, չէ՞ մարդիկին իրար ասում, կյանք ո՞նց ես։ Ինչ է։ Պատկերացնում եք միգուցե հիմա որ գար ես 21-րդ դարում։ Ու մենք լինենք իր խաչողներից ինեկը։ Տանգավոր է սիրելիս, ամեն։ Եզեկիել 16:6-9 խոսքերը։ Եվ ես անցա մոտովդ եւ տեսա քեզ արյան մեջ կողտրվելիս եւ ես քեզ քո արյան մեջ թե ապրիր։ Այո, ասեցի քեզ արյան մեջ թե ապրիր։ 8-9 խոսքերը։ Ես անցա մոտովդ եւ տեսա ահա ժամանակը ծերի ժամանակ է, ես տարածեցի իմ քղանցքը քեզ վրա եւ ծածկեցի քո մերկությունը եւ քեզ համար երթում անելով քեզ հետ ուխտ տարի, ասում է Տեր Եհովան, եւ դու իմս եղար։ Ասելես ամեն մեկը սա ենք։ Սա խոսում է մեղքի մասին, բոլորը մեղանչեցին, ամեն։ Արյուն, եւ որտեվ զո արյան մասին է խոսում։ Ինչ բան ասեմ, սա մեջ խորը ավելի խորը բան կա։ Սա խոսում է Քրիստոսի նաև արյան մասին։ Մենք պարտական ենք նրա արյանը, այդ արյունից էլ ինքը մեզ ազատեց։ Որ հրեաները ասեցին դա թողնի մեր վրա, մեր որդիների վրա Քրիստոսի արյունը։ Իհարկե բացասական առումով հասկացեք, բայց նա վերցրեց, նա ներեց մեզ եւ ասեց ինչ, տեսավ որ մեղքի ու մահվան մեջ էինք, եկավ անցավ մոտովս, ինչ արեց Են սամարացու նման, հա, անցավ ոչ, ինքը ասկեց մեզ, ներեց մեզ, և ասեց ապրիր, և սա բոլորս ենք սիրեն է սրա մեջ, ամեն մեկս անցել ենք սրա միջով, հալելույա, Պողոսը երբ որ խոսում էր, ես ավետարանից մի քիչ տարբեր տեղերից խոսամ ժամանակ ունենք, չէ՞ էլի, աղոթելու ենք վերջում, Պողոսը երբ որ խոսում էր, ավետարանի միջոցով ես չեմ ամաչում, ինքը դա վերապրում էր, ինքը գիտեր դա, ինքը ամեն իրավիճակում փորձում էր ոնց անել հոգիներ ապրեցնել, նեղության ժամանակ, հիասթափության ժամանակ, դժվարության ժամանակ, եւ տեսեք Կորինթացիների 9-րդ գլուխ 19-ից 22 խոսքերում, լավ 16-ից ես կարդամ, 16-ում ասում է, որովհետեւ եթե ավետարանը քարոզեմ, դա ինձ պարծանք չէ, Շատ դեպքում ես պարծանք է դարես, իրենես,
Ավետ գնացի սա արեցի, նա արեցի, քարոզեցի, բայց պարծանք չի։ Գիտեք ինչա, որովհետև դա հարկ է դրված ինձ վրա։ Եվ վայ է ինձ, եթե ավետարանը չքարոզեմ։ Սա ամեն մի քրիստոնյան իր վրա ունի պարտականություն եւ պատասխանատվություն։ Որն է քրիստոնյայի համար առաջի գործը երկրի վրա կյանքը։ Տիրոջ պատվիրանը շարունակել, Տիրոջ հանձնարարականը շարունակել։ Իմացանք ինչի համար ենք մենք ապրում, սիրելիներս, այս կյանքը։ Միգուցե մենք շեղվել ենք արդեն իրավիճակից, վերջին անգամ երբ ենք ապրեցվել, մարդկանց, մտածեք։ Վերջին անգամ, դիտեք աշխարհն են, նայեք, աշխարհի համար ապրել, ապրեցնել, մարդը ինչ ունեցավ, որ հավաքվում են, տեսնում եք, սա խոսում են ապրելու։ Սա արեցինք, սա առաջարկեցինք եւ այլն, հա։ Եվ դու նստած իրանց հետ հավանություն ես տալու։ Իսկ դու ինչ ունես տալու, Տերն ասում է դուք տվեք իրանց։ Մենք բանն ենք տալու։ Ու մենք միանում ենք իրանց, մենք էլ սա արեցինք, էլի նույն աշխարհայինը, հա։ Ու վերջում գնում ես այդ տեղից խշտանքը դու չանում, վախկոր։ Այդ համարձակությունը կար, դրան կան, ոտապ, մա ես չեմ վախեն։ Ահ։ Մի վախեցին եք։ Համարձակ եղի։ Ես իմ կյանքի փորձեմ, որտեղ վախեցել եմ, կոտրվել եմ, հիասթափվել եմ, որտեղ որ եղցրել ես մթնոլորտը, համարձակ ես եղել, խոսացել ես, երկինքը վայելած գնացել ես, որտեղ ապրեցրել ես, եթե զգացել ես, ինչ որ բաներ խոսացել ես, այն նրանք ցածր այդ մակարդակը, որ բարձր է, իջել է ցածր մակարդակի, ավետարանն է բարձր մակարդակ, սիրելիս։ Ամեն, հալելույա։ Որտև ասում է, եւ վայ է ինձ, եթե չքարոզեմ ավետարանը, եւ եթե հոժար կամքով անեմ, վարձ կա։ Եթե հոժար կամքով անեմ, վարձ կա։ Իսկ 19-ից 22 խոսքերում ինքը ասում է, ոնց արեցի ես հասա դրան։ Ես ազատ էի, բայց ինձ ծառա արեցի, տկարի հետ տկարի պես եղա, հրյայի հետ հրյայի պես եղա, ամեն։ Հետանոսի հետ հետանոսի պես եղա, օրենք ունեցողի հետ օրենքի պես, օրենք չունեցողի հետ օրենք չունեցողի պես, բայց որ մեջտեղում գիտես ոնց ասում է օրենքը երբում Քրիստոսի ո՞րն է Քրիստոսի օրենքը Քրիստոս Հրիստով կյանքի հոգի օրենքը Քրիստոսի օրենքը ո՞րն է ոչ թե մա այլ կյանքն է Քրիստոսի օրենքը Եվ նայեք, նպատակը որն էր 22 խոսքը տկարների հետ տկարի պես եղա, որ տկարներին շահեմ։ Ամենին ամեն բան եղա, որ ինչևից է մի քանիսին ապրեցնեն։ Որն էր իր կյանքի նպատակը մի քանիսին ապրեցնել։ Դու արասա եւ երջանիկ կլնես։ Էմիլ դու արասա եւ երջանիկ կլնես։ Մի քանիսին ապրեցրու։ Դրա համար ասում է ես անում եմ ավետարանի համար, որ նրան կթորդ լինեմ, մասնակից լինեմ այդ ավետարանին։ Մեզ հանձնված է սա, մասնակից լինի։ Հեչև ենք այնքան ենք շեղվել, մենք քրիստոնյաներս մոռացել ենք, թե մենք ինչի մեջ ենք կանչված, ովքեր ենք։ Դավալ գալիս է մեր կյանքում, զանազան ես ինչի մասին խոսում ենք, ավելի շատ խոսում ենք տկարությունից, քան թե զորությունից։ Ինչու, որովհետև ավետարանը Աստծո զորություն է պրկելու համար։ Երբ որ դա բացակայություն է, գալիս է մնացած բաները մեր կյանքում։ Հայրեն եմ խոսում, թե չէ։ Ամեն։ Եվ դա գին է պահանջում, երբ որ Հովհաննես 12:24-26-ում, երբ որ եկան, ասեցին, սա խոսում է ապրել եւ մեռնելու մասին, ինչ ասում։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե ծորենի հատիկը հողի մեջ չընկնի եւ չմեռնի, այն միայնակ կմնա, իսկ եթե մեռնի, շատ պտուղ կբերի։ Նա ով սիրում է իր կյանքը, պետք է կորցնի այն։ Եվ ով որ ատում է իր կյանքը այս աշխարհում, պիտի պահի այն հավիտենական կյանքի համար։ Եթե մեկը ծառայի ինձ, թող նա իմ ետևից գա, եւ ուր որ ես եմ այնտեղ էլ իմ պաշտոնյան կլինի։ Եթե մեկը ծառայի ինձ, հայրը կպատվի նրան։ Հրաշալի խոսքեր։ Սա հոգևորներն են հասկանում, ստե խոսում է երկու կյանքի մասին։ Երկու կյանքի մասին։ Այն մի կյանքի մասին, որ պարծենում ենք, պիտի դա մեռնի։ Երբ որ դա մեռավ, այն մյուս կյանքն է գործում մեր կյանքում, Քրիստոս կյանքը, այլապես մեր ադամական կյանքը խանգարում է, պայքար է մեր մեջ։
Միշտ ադամական կյանքը մարմինը առաջ է անցնում, իսկ Աստծո որդիները հոգով են առաջնորդվում, հոգևորով, ամեն, Աստծո որդիների համար մարմինը հետևորդ է, հոգին է առաջնորդ։ Տեղում եք, ամեն, Հռոմեացիս 14:7-8, որտեղ մեզանից ոչ ոք ինքն իրեն համար չի ապրում, եւ ոչ ոք ինքն իրեն համար չի մեռնում, որտեղ եթե ապրենք, Տիրոջն ենք ապրում, եթե մեռնենք, Տիրոջն ենք մեռնում, ուրեմն թե ապրենք, թե մեռնենք, Տիրոջն ենք, սիրելիներս, հալելույա, ուրեմն թե հրաշալի խոսքեր ասա, ես ասեմ, սա իմ պապու գերեզմանի վրա է գրված այս խոսքերը, ամեն մարդ չի կարա էսի վերաբերել, էսի հոգևորին է վերաբերում, սիրելիներս, որ ինքը իր կյանքը Քրիստոսն է, ոնց է Պողոսն էր ասում, իմ համար մեռնելը, ապրելը Քրիստոս է, մեռնելը օգուտ է, շահ է, ամեն մարդ չի կարող ասեն։ Շատ քրիստոնյաներ, որ ասենց հարցեր տաս, ինձ գիտեսեն, հələ թող ստեղ ապրեմ, այս կյանքը, սա անեմ, նա անեմ, նա անեմ, իսկ ինչ ենք մենք անում Քրիստոս շահելու համար։ Մտածի սրա մասին, հալելույա։ Պողոսը այդ խոսքերը հենց այդպես չի ասում, որ ինձ համար ապրելը Քրիստոս է, թող մեր համար իրականում ապրելն է Քրիստոս, սիրելիներս, ապրենք նրա համար, երբեք սիրելիներս մենք չենք զղջա, ամեն, հալելույա, փառք Հիսուսին։ Ես մի քանի տեղեր ունեմ Աստծո խոսքից, սրանց մասին էլ կկիսվեմ, չկարդամ այս տեղերը, օրինակ, Ղուկաս 9:53-56, հիշում եք այս դրվագը, գնում են աշակերտների հետ արդեն ամեն ինչ լավ, հաջող գնում են Երուսաղեմ, և ինչ պատահեց, ճանապարհին ասին մտնենք Սամարիա, մտան աշակերտների հետ Սամարիա, ինչ եղավ ընդունեցին իրանց, ոչ, այստեղ գրված է չընդունեցին իրանց, երբ որ չընդունեցին մերժեցին, և ինչ եղավ Հակոբոսի ու Հովհաննեսի մեջ, մի անգամից հիշեցին ումը Եղիայի։ Եղիան էլ մեր պես կրկերի մարդ էր, ու ինչ ասեցին, Տեր, առիթը կա, Եղիան, Եղիայից մեծը մեր կողքը, դու ինչ էլ ասես, կլինի, է? Արի այս հնարավորություն օգտագործա։ Բայց մեր կյանքում է շատ դեպքերում գալիս է ներս այսպիսի բաներ է գալիս։ Ոչ թե ապրեցնել հոգիները, այլ հերցնել։ Չի շատ դեպքում եթե մեզ չեն ընդունում, մեզ ընդունում են շատ լավ, հանկարծ մերժեցին մեր սրտի դիքտույցը, ոնց է, վտացենք սրա մարդանը։ Եվ Տերը իրանց ասում, չգիտեք թե ինչ հոգուպի։ Եվ թողեցին շարունակեցին իրանց ճանապարհը։ Հալելույա։ Իրականում երբ որ քննում ենք մեր կյանքը, ոնց է լինում։ Ես էլ շատ ա եղել, տենց նեղվում ես կամ չեն ընդունում եւ այլն, մտքով ջղայնանում ես իրանց վրա, ասենց երկնքից կրակ ես իջացնում, ամեն բան անում ես։ 10 անգամ արդեն թաղում ես արել։ Չէ, այդ հաղթությունը կյանքի մեջ է։ Հեշտ է մերցնելը, քան թե ապրեցնելը, չէ՞։ Հեշտ է։ Իրականում այս թեման իմ մեջը ծնվել է, գիտեք, երբ որ մի օր կարդացես, երբ որ Տերը ժողովարանում էր, ու դա գրված է Ղուկաս 6:6-11-ը։ Քարոզում էր, ավետարան էր քարոզում, մեկը կար։ Չորացած ձեռքով։ Ձեռքը մեկի մեջ կյանք կար, մեկի մեջ մահեր, չորացածը։ Եվ ինչ եղավ։ Տերը տեսնում է ամեն բան։ Եվ համոզված եմ ինքս sense թաքնված բաներ գալիս։ Այսօր մենք շատ բաներ, շատ մահեր ունենք, մեր մեջ թաքնված ենք, պահում ենք ու մտածում ենք, ոչ Էմիլն է տեսնում, ոչ մեկ չի տեսնում։ Այսօր մենք այս թաքնված ձեռքը պարզելու ենք Տիրոջը, ամեն։ Մեր ներսում շատ բաներ կա թաքնված, ամեն, ոչ մեկ չգիտի, բայց կա մեկը, որ գիտի։ Ավելի լավ այսօր ինչ անենք, պարզենք այդ չորացած ձեռքը, որը մահա, կյանք չունի։ Թող այսօր sense որ պարզենք Տիրոջը, գրված եղավ մյուսի նման։ Ամեն, պարզելու ենք այսօր թե չէ։ Ամեն, Տերը եկավ իր նպատակը ինչ էր, ապրեցնել։
Եվ այդտեղ այս վերնագիրը հենց այդտեղ է գրված, հենց այս Ղուկաս 6:6-11-ում, ես էլ կարամ այդտեղը մի հատ բացեմ, ասում եմ մի հոգի ապրեցնել, թե կորցնել, որն է, այնտեղ շատերը, հիմնական 90%-ը կարելի ասել կողմ էին, այդպես էլ մնար, ինչու, որտև գիրը ասում էր շաբաթ օրա, շատ դեպքում մենք դառնում ենք այդպես գրային, չոր գրային, հոգի չկա մեկ։ Դրա համար ասի, որ Տերը գա ստեղ, ինչ կանենք, մի չոր մեր մտածելակերպից մի դուրս բան արեց, մենք էլ ինչ կանենք, իրանք ինչ արեցին, բարկացան, բոլորը բարկացան, ինչ արեց, այն մարդ ուրախացի, չորացած ձեռք էր, կամ ուրիշ տեղ բժշկում էր, բայել չի, ես ինչ արեցիր, այն մարդը ասում էր, ես չգիտեմ, ինչ եղավ, ես առողջ եմ, ես արդեն լավ եմ, Իսկ դու գնացեք կերեք իրար հետ վիճեք, ես արդեն մեռացեի կենթանացա, շատ դեպքում մեր մեջ այս վեճերն ա գալու։ Այն մարդը բայց ուրախացել էր իմ համար, էսի ուրիշ պատմությունից եմ ես խոսում, հիշում եք, այդ մյուս դրվագներից ա։ Հալելույա, փառք Հիսուսին, ամեն։ Թող փառաբանության խումբը գա, այսօր նաև մենք աղոթելու ենք իրար հետ։ Աղոթելու ենք իրականում sense թող այդ ապրեսնող հոգին գա իմ եւ քո կյանքում։ Ես եւ դու իրականում ապրեսնող մարդիկ լինենք։ Այսօր շատ խոսած ենք Եղիայի մասին, գիտեք Եղիայի կյանքում էր եկել, գիտեք։ Sense հաղթություն, բաղաղի է 400 մարգարեներ սպանել եւ այլն, շատ հրաշալի էր ամեն ինչ, բայց հանկարծ ինչ եկավ իր կյանքում հիասթափություն։ Ու գրված է, երբ որ կարդում ես Եղիայի մասին, 3-րդ Հագավորաց 19-րդ գլխում մի պատմություն կա, փախավ, ու ընդեղ գրված է, որ Եղիան մտել էր մի խոռոչի մեջ, հենց այդպես էլ գրված է, իր մեռնելն էր ուզում, ոչ թե ապրել էր ուզում, իր մեռնելն էր ուզում, և Աստված գալիս, ասում է, մի հատ դուրս արի, եկել եմ, որ էլի քեզ ինչ անեմ, եկել եմ թաղմանդ մասնակցեմ, չէ, մեռնել ես ուզում, եկել եմ թաղման մասնակցեմ։ Կա դեպքում մեկը մեռնելն է ուզում, մենք արդեն մտածում ենք 7-40 թաղում արդեն ամեն ինչ կպցրել ենք իրար։ Մեռնելն է ուզում, կյանք տուր։ Ամեն, ամեն թե ոչ։ Եվ Եղիան իր մեռնելն էր ուզում, եւ ասեցել է մի հատ դուրս արի տեղից։ Այսինքն այդտեղ մակա, մի հատ դուրս արի, դուրս եկավ սարի վրա, արդեն կյանք կար։ Ու գիտեք ինչ է խոսում այնտեղ։ Այնտեղ երկու բան է, թագավորների մասին է խոսում, ասում է գնա եւ այս Ազայել ասոր պատկերացնում եք ումից էր փախնում Հեզաբելից, Աքաբից փախուստի մեջ, հիմա քիչ չէր ներսում էր իր թշնամին, հիմա գիտեք ինչ ասում, գնում ես, ասորիներ, որ իրանց թշնամին են, ասորիների մեջ, Ազայելին ասորիների թագավոր է սոցում։ Իրասում եք ինչ ասում։ Հաջորդը, ասում է արդեն Աքաբին փոխելու ժամանակն էր, Հեյուին էլ Իսրայելի վրա թագավոր կոծես։ Կյանք։ Հետո ասում է, գիտես ինչ, քո ժամանակ մեռնելը ես ուզում, քեզ մեռնի, կապրես։ Կապրեմ, չեմ մեռնի, տիրոջ գործերը կպատմեմ։ Գիտեք Եղիան, այն ինչ ուզում էր չստացավ։ Մարդ չի ճաշակել ինքը։ Ֆիզիկականի նկատի ունեմ։ Եվ ասում է, քեզ հոխանորդ կա արդեն, Եղիսեն կա։ Ու տարբերությունը գիտեք որն էր, Եղիան սենց միշտ կոտորած, միշտ եւ այլն, հետո ինքն էր ուզում իրա ու Եղիսեի մեջ։ Ինքը նայդ, միշտ պատերազմների մեջ էր, միշտ սպանությունների մեջ էր Եղիայի կյանքը։ Ասորիների, որ կարդում եք 5 տակարանը, բայց հանկարծ մեկ եկավ Եղիսեն։ Ում Եղիսեի մեջ մենակ։ Հիշում եք։ Երեխեքը մեռած հարություն տվեց։ Ամենտեղ ուր գնում էր կյանք։ Շնամին եկել էր, շրջապատել էր իրանց, ինչ արեց։ Կուրացան։ Չեն տեսնում ոչ մի բան, հնարավորություն կար իրանց սպանելու, ինչ արեց, սպանեց, ոչ կյանք տվեց։
Բայց կյան, երբ որ դու մարդու կյանք ես տալի, մարդը հասկանում է։ Գիտեք ինչա գրված դրանց հետո էլ Եղիսեի օրոք ասորիները ընդհանրապես չհարձակվեցին Իսրայելի վրա։ Եղիայի օրոք ոնց որ իմիկվա Իսրայելն է միշտ թշնամիների հետ պատերազմի մեջ է։ Գիտեք ինչու։ Մեկ վրեժխնդրության մեջ կյանք չկա։ Երբ որ ես եւ դու էլ ինչ որ բնակավարներում վրեժխնդրություն ունենք մեր ներսում, տեղում եք մի եղեք վրեժխնդիր, Էմիլ մի եղի վրեժխնդիր, եթե ոչ մի բնակավարում վրեժխնդրություն դա մահա, Աբիսողոմը մահար է, հիշում եք Աբիսողոմին, Ամոնին սպանեց։ Նայեք, Պողոսը երբ որ խոսում էր ես ավետարանը չեմ ամաչում, մայից փոխվեց կյանքի, գիտեք Պողոսի սկզբի մասին Պողոսը գրված է մահ սփռելով գնում էր, այդպես է գրված չէ։ Առաջի բառը երբ որ Պողոսի մասին գրում, ասում է Պողոսը ինչ էր անում, մահ էր տարածում։ Մահ երբ ավետարանն ընդունելուց հետո մահը փոխվեց կյանքի։ Եթե մենք ընտրել ենք ավետարանը ընդունել ենք, թող մեր կյանքում էլ մահից փոխվենք կյանքի, ամեն, հալելույա։ Նա որ որդուն ընդունած է կյանք ունի, հալելույա, փառք ես Տեր, շնորհակալ ենք։ Եվ Տերը ինձ եւ քեզ սովորացնում է սիրելնես, ամեն, երկու առակ, հենց Ղուկաս 15-րդ գլխում երկու առակի մասին է խոսում։ Առաջինը 3-ից 7 խոսքերում կորսված ոչխարի առակն է խոսում։ 100-ը եւ մեկի մասին։ 100-ը տեղում են, մեկը կորած է։ Եկեք այս ձևի, ես ամեն օր իմ մտքում սա է, կորսված ոչխարներ։ Հիմա ինչքան կամ փնտրել, գտնել, եկեք այսպիսի մտածելակերպ ունենանք, սիրելնես, կորսվածը։ Եվ գիտեք այդ մարդը 99-ով չէր ուրախանում, երբ որ մեկին գտավ, այդ ժամանակ ինչու, որովհետև կորսված էր ու գտավ եւ ուրախացավ։ Հաջորդ օրինակը Տերը երբ որ բերում է Ղուկաս 15-11-ից 32-ը խոսում է, շատերը ասում են անառակ որդու վերադարձ, բայց այդպես չի։ Սխալ է, տակը վերջում գրված է, որդին մեռած էր, կենդանացավ։ Մեռած որդու վերադարձն է, ոչ թե անառակ որդու վերադարձն է, մեռած էր ինքը, կենդանացավ, սիրելիներ, ամեն։ Այսօր ինչքան մեռած որդիներ կան, որ եկել են, մեռած են, հիմա աշխարհում են, մտածում են կյանքա, ժիվի, ժիզնու ապրում են դրանով, բայց մեռած են իրանք, հոգևորապես մեռած են, ձելներս։ Հոգևորապես մեռած շատ մարդիկ կան։ Եվ ես եւ դու պիտի կանգնենք դրա համար, հալելույա, ամեն։ Եվ Ղուկաս 10:25-ից 37-ը բարի սամարացու առակն է։ Ու որտեղից է, երբ է սկսում բարի սամարացու առակը։ Գիտեք որտեղից, մի հարուստ է մոտենում ու ասում է, ո՞նց անեմ որ ապրեմ։ Ոչ միայն երկրի վրա ինքը ապրում էր ու հասկանում էր ին հորքուրի մարդու նման ասում էր, էսի կյանք չի։ Ամեն ինչ ուներ ինքը, հարստություն, ամեն ինչ ապրել էր։ Դիստում էր չի ինչ որ բան պակասա։ Մենք էլ փորձում ենք ապրենք, մտածում ենք հեսա լավ է, հա։ Նույնը մեր, տեսեք, եկեք հայկական Հայաստանի օրինակը վերցնենք ու Հոլանդիայի, պատկերացնում եք սենց է։ Նայեք, մտածեք, Հայաստանի հիմա մի պատկեր առ, այ երբ որ լավանա կյանքը, լավ կապրեն մարդիկ, հիմա դրան է գնում, ինչ որ Հոլանդիան արդեն հասել է դրան։ Հիմա եկեք տեսնենք, մենք Հոլանդիայում ենք քարոզում հիմա, ես ասեմ ձեզ, մենք ապրում ենք մեռնող աշխարհում։ Աշխարհը մահ է գնում։ Ինչու, որովհետև չի ուզում Քրիստոսի հետ գնա։ Ինչի, որովհետև Հիսուս եկավ ասեց, ես եմ կյանքը, որի մասին է խոսքը։ 5 կտակարանում ասում է, ինձ կյանքի աղբյուրին թողել եք ձեզ համար, գուբեր, այսինքն ուրիշ աղբյուրներ եք փնտրում։ Կյանքի աղբյուրին եք թողել։ Այսօր ուրիշ մարդիկ փնտրում են ուրիշ աղբյուրներ, ուրիշ տեղերից են ուզում կյանք գտնել։ Համար Քրիստոս եկավ ասեց, ես եմ այդ աղբյուրը, նա որ գա, նա որ հավատա իրանից էլ ինչ կբխի, այդ նույն կյանքի աղբյուրի գետերը կբխեն ումից, հա, իրան հավատացողից։ Հայրեն եմ խոսում, հալելույա, դրա համար էլ են հարուստ մարդուն սիրեց ինքը, ասեց,
ոնց անեմ, որ կյանք ունենամ, ապրեմ, ուզում եմ, ես լավ է, ինքը ապրում էր, ված չէր ապրում։ Եվ Տերը սիրեց իրան եւ ասեց հետո, հա, ասեց սա է։ Ցույց տվեց պատկերը, ասեց սա եւ կապրես։ Ինչ արեց։ Այն օրինակը բերեց սա եւ կապրես, այսինքն հասիր մեռնողին։ Քանան անցավ, որտեվ կարևոր գործեր ուներ։ Ռևտացին անցավ, ավելի կարևոր գործեր ուներ։ Բայց Սամարացին անցավ, ապրեցեց, ասեց սա եւ դու էլ կապրես։ Ամեն։ Սա դառը ճշմարտություն է, եկեք ոտքի կանգնենք, սիրելիներս, հալելույա։